Մենք պետք է հասկանանք, որ Վաղարշաբաթը դա հոգևոր մայրաքաղաքն է, եւ հիմա ինչ որ կատարվում է, իրազդություն ունենալու, այսինքն ցավալիորեն ես դրա համար չեմ հետևում ճիշտն ասած, իհարկե դիգեր է հնչում, այստեղ ծրագրեր չեմ տեսնում, սա քաղաքի մասին չէ։ Ես ցավակցում եմ քաղաքացիներին, այո, մի կողմը գալի ասում է Քոչարյանը պիտի ոչնչանա, այս կողմը։ Մյուս կողմն ասում է Փաշինյանը պղծում է եկեղեցուց։ Քաղաքի խնդիրների մասին դուք քաղաքը չկա, բացակայողն է գարձեք։ Սոցիալական կոմունալ խնդիրների մասին լսել։ Դե խոսում են իրենք, չգիտեմ, ինչքանով կգործեն, բայց դա խնդիր։ Այսինքն դա այսպես վերջի կետն է, առաջի մի քանի կետը վերաբերում է, ասես նաև էդի շարժե հանրությունը, գիտեք, այդ գիրքը։ Որը մեկը չի հարցնում, նախքին քաղաքապետը ինչի հերոց։ Ոչ ոք։ Ասում են կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել, ուր է այդ կինը հիմա։ Այսինքն ՔՊ-ն հիմա որ մասնակցում է, հաշվետվություն տվել է ինքն իրեն նախքին քաղաքապետը ուր է։ Դե ուրեմն ժողովուրդը չի կվիարգել։ Դե արդեն ես մտածում եմ ժողովուրդը հոգնել է այս ամեն ինչից, ցածր մասնակցություն եմ կանխատեսում, մենակ մի դեպքում կլինի բարձր մասնակցություն, եթե էլի էս հոգևորական օրակարգը տեղափոխեն Վաղարշաբաթ։ Այսինքն եկեղեցին ազատենքի նկատմամբ գնա ընտրությունը, ոչ թե ներքին փոխակուցվի, հա։ Քաղաքում ինչ խնդիր է եղել, մինչև այսօր ՔՊ նախքին քաղաքապետը ինչ է արել։